Սիրոտոներից մինչև մարտիրթը։ Գիծյան համակարգում ստացեք լրացուցիչ 8% զեղչ, սալիկների ամբողջ տեսականու համար։ Բարի երեկո, դուք դիտում եք առաջին դրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս փաստաբան Տիգրան Եգորյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Եգորյան, սկսենք Սահմանադրական խորհրդի աշխատանքներից, բովանդակային իմաստով ինչ ունենք այս պահին, հա։ Ուր է հասել խորհուրդի իր աշխատանքներում, ինչի շուրջ ունենք համաձայնություններ, ինչի շուրջ չունենք համաձայնություններ եւ խոսվում էր, եթե չեմ սխալվում, նախարար արդարադատության ասում էր մարտին հնարավոր է, հա, ունենանք տեքստը, արդեն բականին ենթադրում եմ գործ է արվել, եթե մենք մարտին կարող ենք ունենալ, հա, հետևաբար խնդրեմ առանցքային հարցերը, որոնք կարող են հուզել հանրությանը այդ առումով, հա։ Համաձայն։ Շատ ստույգ չեմ կարողանա ժամկետների հետ կապված որևէ բան ասել, բայց այո, հնարավոր է սեղմ ժամկետում ունենալ նախնական մի տեքստ, որը իհարկե արդեն ավելի խորը եւ լայն քննարկման կենթարկվի, այն նաեւ կհանրայնացվի, կսկսվեն դրա շուրջ հանրային քննարկումները եւ այլն։ Պետք է ճիշտ հասկանալ խորհրդի դերը, խորհուրդը չի տրամադրում ինչ-որ մի վերջնական փաստաթուղթ, իսկ սա մեծ հաշվով, սա միայն սկիզբն է լինելու իրական, ավելի խորը դետալացված քննարկման եւ process-ի։ Աշխատանքները բավական ինտենսիվ են իրականացվում, գրեթե ամեն շաբաթ ունենում ենք հանդիպումներ, քննարկումներ, քննարկվում են ըստ հերթականության տարբեր խմբեր հարցերի, որոնց վերաբերյալ տարբեր հոդվածների բովանդակություններ են քննարկվում։ Լուրջ կամ ընդհանրապես սահմանության մեջ քիչ բան կա, որ կարա չհետաքրքրի։ Դրա համար ամեն ինչն էլ կարևոր եւ հետաքրքիր է։ Եթե ինչ-որ հատուկ հետաքրքրության հարց լինի, դուք տվեք, ես կարող եմ ասել, որ բոլոր ուղղությունները քննարկվում են։ Հարցեր են լինում, որ մի քանի նիստ ենք քննարկում, հետաձգում ենք, վերանայում ենք այդ հարցերը, այդ ընթացքում այլ հարցեր ենք քննարկում, մինչև դրանց վերաբերյալ լրացուցիչ հետազոտություններ, ուսումնասիրություններ կկատարվեն եւ այլն։ Այսինքն բավական ինտենսիվ եւ արդյունավետ, որքանով որ հնարավոր է, այս խորհրդի կազմում կատարվում են աշխատանքներ։ Պարոն Եգորյան, դե մենք գիտենք օրինակ, որ երկրի կառավարման մոդելը փոփոխության չի ենթարկվելու, քննարկվում էր տարիքային ընտրելության, տարիքային շեմի իջեցման հարց, չգիտեմ, երկխաղացիության հարց, անկախության հռչակագրին վերաբերող հարց, հա, սրանք այսինքն հարցեր, որոնք նաև քաղաքական իմաստով բավականին քննարկվում են, էլի, քաղաքական քննարկումների առարկա են դարձնում։ Այո, ինքնին սահմանադրություն փոխելը կամ նոր սահմանադրություն ունենալը պարզ է, որ աշխատատար մի փաստաթուղթ է ինձ ներկայացնում եւ բնականաբար այդտեղ ամեն ինչ պիտի մեզ հետաքրքրի, որովհետեւ ուղիղ կազմակերպելու է մեր ապագա կյանքը, բայց այնուամենայնիվ հաշվելով նաև մեր ներկա իրավիճակի նրբությունները, այդ թվում եւ պայմանավորված հերթական ընտրություններով եւ այլն, հա։ Այս համասով ունենք արդեն ինչ-որ կոնսենսուս, տարիքային շեմ, քաղաքացիություն, անկախության հռչակագիր, սա կարծես դոմինանտ թեմաներից մեկն է լինելու։ Շատ շնորհակալ եմ այդ հարցերի համար։ Տեսեք, օրինակ երբեք այս ամբողջ ընթացքում այդ հռչակագրի կամ նախաբանի հարցը չի քննարկվել խորհրդում։ Ի հեճուկս բոլոր այդ ասեկոսեների, բոլոր քաղաքական մանիպուլյացիաների եւ այլնի։ Երբեք խորհրդում այդ հարցը չի քննարկվել, այս պահին էլ սեղանին դրված չի քննարկման։ Ես չեմ ասում, որ այդպես չէ քննարկվի, միգուցե կքննարկվի, միգուցե այդ հարցի վերաբերյալ ավելի լայնված քննարկում, բայց մինչև այս օր այդ հարցը խորհուրդը չի քննարկել։
Ոչ թե դրված է եղել ինչ որ մեկը ինչ որ միտք է արտահայտել, բայց չի քննարկվել։ Ընդհանրապես այդ հարցին այս պահին խորհուրդը դեռ չի անդրադարձել, որովհետև այս պահին կենտրոնացած եւ խորացած ենք հիմնական բովանդակային բաղադրիչի վրա։ Այնպես որ այս էլ մի մանիպուլյացիա է, որ պետք է ուղղակի մերկացնել եւ ես կարամ դա ցուցադրեմ։ Երկքաղաքացիության հետ կապված հարցը դեռ շատ վաղուց է քննարկվել, այս հարցի կապակցությամբ տարբեր կարծիքներ կային, բայց մեզ հաջողվեց կարծես կայուն պահել այն ֆունդամենտալ սկզբունքը, որ Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձը պետք է լինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Եվ սա կարևոր նշանակություն ունի ինչպես անվտանգային տեսանկյունից, այնպես էլ իր բովանդակային տեսանկյունից, արդյունավետության տեսանկյունից։ Սա շատ կարևոր հարց է, այսինքն մարդը, ով հայտ է ներկայացնում ստանձնելու այնպիսի բարձր պաշտոն Հայաստանում, որը վճռելու է ըստ Հայաստանի ապագան, հիմա մի քիչ sense մեծ կտորով եմ խոսում, բայց թեկուզ նախարարն էլ է Հայաստանի ապագան վճռում, էլի, ասենք խոսքը անպայման չի միայն նախագահական վարչապետի մասին լինի կամ ասենք վճռաբեկ դատարանի, բայց երբ որ դու հայտ ես ներկայացնում, քո վերջին հույսը պետք է լինի Հայաստանը, քո վերջին հույսը չպետք է լինի որևէ այլ երկիր, եւ դու չպետք է հպատակվես որևէ այլ երկրի եւ դու չպետք է ենթակա լինես որևէ այլ երկրի օրենսդրության եւ շահերի։ Սա շատ կարեւոր բան է, այսինքն քո վերջին հանգրվանը պետքա լինի Հայաստանը, որպեսզի դու ստեղծես Հայաստանի համար եւ որպեսզի դու պաշտպանես Հայաստանի շահը եւ նաեւ որպեսզի չգործես Հայաստանի դեմ այլ շահերով պայմանավորված։ Այս հարցը հնարավոր եղավ, այս սկզբունքները հնարավոր եղավ ֆիքսել եւ այս կապակցությամբ առաջարկությունները մերժվեցին, այնպես որ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ցենզը շատ կարեւոր է եւ շարունակում է մնալ եւ դեռ մենք քննարկում ենք նաեւ այն ավելի խստացնելու հարցը։ Ինչպես օրինակ Որոշ պաշտոնների մասով եւս այն տարածելու ընդլայնելու այս։ Ընդլայնելու ծավալը, այո։ Դե այո, մենք նաև այդպիսի փորձեր ենք ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր եղել են երկքաղաքացի, հետո պարզվել է, հա, օրինակ Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյան, որ այս բան Ռուսաստանում է եւ Ռուսաստանի քաղաքացի եւ ցավոք նա միակ օրինակը չէ։ Մենք ունենք նոր հավակնորդներ բարձրաստիճան պաշտոնյան լինելու այլ երկրների քաղաքացիություններով ամեն դեպքում։ Գլխավոր դատախազները չէ՞ կա։ Այո, այո։ Կոստանյանը, Լիքը Մարտիկ, Ադավթյանը։ Մի խոսքով, երկքաղաքացիության հարցը փակ է։ Տարիքային շեմը ամենակննարկվող հարցերից մեկն է։ Չկա այս բան որոշում, այս հարցի կապակցությամբ միգուցե դա այս բան որոշվեց, որ կքննարկվի համայնքային մակարդակում ընտրությունների մասնակցության, այո, ընտրությունների մասնակցության տարիքային շեմի փոփոխության հարցը ոչ համապետական ընտրություններին, բայց դեռ որոշում չունենք։ Չկա դեռ քննարկել։ Շատ լավ, հեսա կշարունակենք, բայց մի հարց էլ կան նաև դիտարկումներ, որ ինչից են գալիս այդ դիտարկումները։ Հայաստանում երևի չի եղել իշխանություն, որը սահմանադրական փոփոխություններ չի իրականացրել։ Դե առաջի իշխանությունը ստեղծել է Հայաստանը։ Դե պետք է լինեին, որ փոխեին, որ չի իրականացրել եւ բնականաբար օրինակ Քոչարյանի, Սարգսյանի ժամանակ այդ
փոփոխությունները բնորոշում էր որպես իշխանության երկարակեցության հարց, իրենց հակով կարվող սահմանադրություններ, շատ կոպիտ ասած, հիմա ինչումն է տարբերությունը սահմանադրական փոփոխությունների, բացի այն, որ միշտ խոսվում է, որ դե կա լեգիտիմության օրինակ հարցը, որ հանրությունը համարի, որ դա իրենն է, իր սահմանադրությունն է, այդ ինչպես ասում են, օրգանական կապը ստեղծեն հանրության եւ սահմանադրության միջեւ։ Չկա այստեղ վտանգ արդյոք, որ քաղաքական կոնյունկտուրայից ելնելով այս իշխանությունն էլ սահմանադրությունը կարող է փոխել ըստ իր քաղաքական նպատակահարմարության կամ հայեցողության։ Եկեք մեկ խոսույթի ժանրը փոխենք ու առաջարկենք հետայսու մեր ունկնդիրներին եւ նաեւ բոլոր մնացածին ունկնդիրներին ավելի ռացիոնալ դատողությունների վրա հենել իրանց ենթադրությունները։ Այ ինչ կերպ պետք է դա տեղի ունենա։ Օրինակ ասենք եւ 2000-ականների սահմանության փոփոխությունները եւ 2015-ի սահմանության փոփոխությունները դրանք այնպես չի, չէ, որ փակ ծրարով հանձնվեցին մեզ մենք իմացանք, որ sense բան փոխվեց։ Այդ ամբողջ ընթացքում բարձրաձայնվում էր այն մասին, որ այսպես սա սրա համար է արվում, սա ձևվում է, սա կարվում է, սա այս նպատակն է հետապնդում, այդ հանրաքվեի նկատմամբ դիտորդական առաքելությունները էին իրականացում լավ, վատ եւ այլն, ու ասենք պարզ է 2005 թվականի որակները պետք է այլ լինեին, 15-ին մենք արդեն ունեցանք հսկայական իհարկե որակական տարբերություն եւ այլն, բայց այդ ամբողջը ժողովուրդը հանրությունը հնարավորություն է ունեցել ինչ որ չափով դիտարկելու, տեսնելու, գնահատելու եւ ցավոք դրա դեմ պայքարելու կարողություն չի եղել։ Հիմա այսօր այդ կարողությունները բազմապատկվել են, այսօր նաև այսօրվա իշխանությունը լինելով ես դեռ բանի մասին չեմ խոսում, էլի լավ, վատ եւ այլն։ Այսօրվա իշխանությունը լինելով ժողովրդավարական բոլոր ստանդարտներին համապատասխան ընտրությունների միջոցով ընտրված, չի դրսևորում առայժմ այնպիսի վարքագիծ, որ հնարավոր լինի ասել, դե երևի սրանք էլ կարեն իրենց հակով, բայց դրա համար փաստական հենք չունենք։ Այս process-ը, որ իրականացվում է խորհրդի կազմով, դուք խորհրդի ցանկացած անդամի հնարավորություն ունեք դիմելու եւ պարզաբանումներ ստանալու, այսօր տեսեք, հիմա ինձ զանգեցիք, հրավիրեցիք, եկա քննարկեցի վաղ մյուսին, մյուսին մենք բաց ենք այդ հարցերը լուսաբանման եւ լուսաբանված պահելու առումով։ Վաղը, երբ որ այս փաթեթը լինի պատրաստ, ինչպես ես նոր ասացի, որ պետք չի գերագնահատել խորհրդի աշխատանքը, դա լինելու է մի հատ նախնական առաջարկ, որը դրվելու է հանրային քննարկումների, մասնագիտական քննությունների եւ փորձաքննությունների առարկա, քննարկումների առարկա, որի հետևանքով բազմաթիվ բաներ կփոխվեն եւ այլն եւ այլն, եւ այդ ամբողջը մենք կարողանանք տեսնել, այդպես արվում է, թե ոչ։ Եվ հուշող բաներից մեկն էլ այն է, կամ այսպես դրական, որ ոչ մեկ կարծես չի ձգտում մեկ օրում ինչ որ մի բան անել ավարտել։ Տեսեք 19 թվականից նոր ֆորմալ առումով ձևավորվեց այս սահմանադրական հանձնաժողով խորհուրդը։ Այս 26 թիվն է։ Այսինքն առանձնապես ոչ մեկ հատուկ ինչ որ խնդիր չի դրել, ինչ որ մի բան հատուկ միջով ինչ որ X ժամկետը փոխելու։ Այս ամենը խոսում է այն մասին, որ այդ հետևությունները հնարավոր չի անել։ Այո, դուք ներկայացնելու եք մեզ այսպես ասած կմախք, որի վրա շարունակելու է շատ լայն ասած հանրությունը աշխատել, հա, այ դե իհարկե դարձնել ծամարադրություն։ Դա չարվեց, ձեր ասած հետևությունը հնարավոր կլինի եւ ճիշտ կլինի։ Սահմանադրական դատարանը դատավորի նոր թեկնածու պետք է ունենա, շատ երկար բարակ չպատմեմ, միայն հիշեցնեմ, որ Վճռաբեկ դատանի հակակոռուպցիոն պալատը փետրվարի 12-ին մերժել է վարույթ ընդունել ներկայացված բողոքները, ինչը նշանակում էր, որ Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, նա այլևս Սահմանադրական դատանի դատավոր չէ եւ այլն, եւ հիմա նախագահը արդեն պետք է
ներկայացնի Սահմանադրական դատարանի տեխնացու, այս Սահմանադրական դատարանի թեման այնքան չարչարված թեմա։ Այս Սահմանադրական փոփոխությունների նման հին թեմա է։ 18-ից չարչարվում է, չէ՞։ Լավ, ինչ ենք սպասում հիմա այս Դե ինչ պետք է նոր սպասենք։ առաջադրումից։ Տեսեք, ցավոք սրտի լրիվ դեժավյու է։ Մի քիչ երևի կահավորումներ այլ են ժամանակ։ Այո, դեժավյու է, ճիշտ է։ Հրաշ Թովմասյան, Սահմանադրական դատարան, ՑՄԱ պաշտոնավարում, Սահմանադրության խախտում, Տեխնացուներ ով առաջադրում, ինչի է սրան առաջադրում, ինչի է նրան առաջադրում, բայց նույն վիճակն է։ Հիմա ասենք էլի, թափանցիկությունն առանձնապես չի ավելացել։ Դուք գիտեք ումա ում մասին է մտածում օրինակ Հանրապետության նախագահ ում հերթն է առաջադրում կատարելու։ Ում։ Չգիտեմ, եթե չգիտեք, նշանակում է ընդհանրապես թափանցիկություն չկա այս հարցի շուրջ։ Այսինքն ինքը կմտածի դուք կիմանաք երբ կառաջադրի։ Սա թափանցիկ չի։ Հասկանալի է, որ իր իրավունքն է առաջադրելու, բայց ժողովրդավարությունն էլ մի քիչ ուրիշ բանի մասին է։ Իսկն այս process-ում մենք ցավոք չունենք առանձնապես բարելավում։ Չունենք հնարավորություն այդ տեխնացուների վերաբերյալ ավելի լայն քննարկումների, չունենք հնարավորություն հասկանալու ինչպիսի տեխնացուներ օրինակ կան առաջադրելու իրավունք ունեցող մարմնի գլխում կամ սեղանին, հա։ Սրանք այն բացական բաներն են, որոնք մինչ օրս ունենք։ Հետևաբար, այսինքն պետք է նախագահը ինչ-որ ցանկ հրապարակեր, հա, ու պետք է հարց չի։ Ցանկալի է, որ այս գործընթացը լինի ավելի թափանցիկ, որպեսզի նախագահը ոչ թե իր տեխնացուին ուղղակի մոտ փաստաթղթով ուղարկի, այլ քիչ հանրային քննարկումներ լինեն այդ հարցի շուրջ։ Ցանկալի է հասկանալ ինչ ստանդարտներով է այդ ընտրությունը կատարվում, հա, թեկուզ մեկնաբանությունների մակարդակի հասկանալ, հա, հասկանալ, ասենք, ինչ է մտածվել, ինչպես է որոշվել, որ այս սա ավելի լավ տեխնացու կլինի, քան բոլոր հնարավորները կամ, չգիտեմ, 7 այլ հնարավոր։ Ես կարծում եմ համենայնպես արժի մի քանի բան ստանդարտ հաշվի առնել, արժի հաշվի առնել այս նշածս բոլոր ստանդարտներն ու անհրաժեշտությունը, որ այդ հանրային հաշվետվականության, թափանցիկության, ժողովրդավարական հասարակությունում այդպես գործելու, այսպես անհրաժեշտություն ելնելով ցանկալի կլինի, որպեսզի նախագահ այս գործընթացը ավելի թափանցիկ կազմակերպի մեկ։ Այնուհետև իհարկե շատ կարևոր կլինի հաշվի առնել այն տեխնացուների բարևարկության հետ կապված հարցեր եւ նաեւ շատ կարեւոր է, որ մենք այդ մի քիչ այդ ֆորմալ բանից դուրս գանք, նաեւ հասկանալ տեխնացուների, որոնք որ կլինեն, էլի, տեխնացուների աշխարհընկալումն ու աշխարհայացքը որպես իրավաբանների, հա, իրենց միտքն ինչպիսին է եւ ինչպես է զարգացել, ինչպիսի գործերով է զարգացել, որպես երկար տարիների փորձառություն, որովհետև մենք ունենք նաև այդ փորձառության, հա, այդ տարիքի հետ կապված հարցը իրավաբանի, ինչպիսի հեղինակություն է նա ձևավորել, ինչպիսի ուղղություն ունի ինքը որպես իրավաբան, հա, սենց ամերիկյան բանում է դա հաճախ քննարկվում, պահպանողական է, լիբերալ է, ինչ է բան, բայց մեզ մոտ էլ ճիշտ կլինի, որ դա հաշվի առնվի, որ մենք դուրս գանք այդ քառակուսի ոչ չափելի երկու դ բանից, հա, հարթությունից, այսինքն էս էլ է իրավաբան, էս էլ է իրավաբան, չէ, տենց չի, պետք է ավելի դետալացնես ընկալումը, ինչպիսի մտքով մարդ ես պատգամում, պատվիրակում Սահմանադրական դատարան, ինչպիսի տեսիլքով, ինչպիսի ընկալմամբ եւ ինչպիսի փոփոխություն ես ակնկալում, որ ինքը 9 տարիների ընթացքում այդ երթման տակ պետք է բերի։ Սրանք կարևոր հարցեր են, որոնք իրավունքի մասին է խոսքը։ Այո, որոնք բերում են այս հարցի բովանդակային խորության ոչ թե ուղղակի այսպես ֆորմալ նշանակումների։
որոնք առանձնապես արժեք չեն ավելացնի։ Այդտեղ հեշտ է պահել գիծը քաղաքական նաև, այսպես ասած չանցնել այդ սահմանը։ Դե նայեք, քաղաքական առումով սենց պետք է հասկանալ հետևել էլի այդ բութ չեզոքության մակարդակից դուրս գանք, որովհետև դա ինչ է նշանակում քաղաքական։ Իրավունքը եւս ունի քաղաքականություն։ Օրինակ, դա քաղաքականության դրսևորում է թույլատրել աբորտները, թե չթույլատրել, թույլատրել որ շրջանում եւ չթույլատրել որ շրջանում։ Սա իրավունքի քաղաքականություն է։ Իրավունքում բացարձակ սև ու սպիտակ դաշտերը քիչ են։ Այսինքն իրավունքի միջոցով քաղաքականություն էս ձևավորում, իրավական քաղաքականություն։ Եվ նորմալ է, որ իրավաբանը ընկալում է այդ իրավական քաղաքականությունը, իրավական քաղաքականության ուղղությունները։ Այս շատ կարևոր է։ Այսինքն չի կարելի լինել այդ բթության աստիճան չեզոք, սա վտանգավոր բան է, վտանգավոր գործիք է դառնում։ Կարևոր է կուսակցական խնդիրը հաղթահարել։ Ենթադրում եմ, որ ավելի շատ դուք այդ ահազանգով եք հարցնում։ Իսկ սա շատ հեշտ է, իհարկե, բացառում ես աֆիլիացումները, կուսակցական բանից անդամությունից ազատ մարդկանցից ես ընտրում թեկնածուներիդ եւ վերջ։ Բայց այդտեղ մենք հաշվի ենք առնում ֆորմալ կուսակցականությունը, թե ֆորմալ։ Ֆորմալ։ Դե պարզ է, իհարկե, եթե ասենք հենց այդ նույն ազատման օրով, ասենք կուսակցականությունը դադարեցվում, դա խնդիր կարող լինի, հա։ Հատկապես էլի մի քիչ բան ենք, երբ որ դա իշխող ուժի մասին է խոսքը, հա։ Այո։ Հա։ Այդտեղ խնդրեմ կա, կամ առնվազն կարա կասկած առաջանա, որ խնդրեմ կա, հա։ Բայց դա շատ հեշտ է հաղթահարել։ Եվ նաև այսօրվա մի պարամետր էլ կա, որ լավ կլինի հաշվի առնվի, այսօր արդեն շատ պարզունակ է հնչում, բայց գենդերային հավասարության սկզբունքը, ասենք սահմանադրական դատարանում, մի կին ունենք։ Այս էլ պետք է հաշվի առնվի թեկնածու ընտրելիս եւ առաջադրելիս։ Այս երկրորդ կնոջ տեղն է իմ կարծիքով։ Հուսանք, որ հաշվի կառնեն այդ բոլոր հարցերը։ Ընդհանուր անդրադառնանք իրավական ոլորտին եւ եկեք զրույցը սկսենք հենց ամենաթարմ դեպքերից մեկով, հնչեղ նախօրեի կրակոցները, հա, որոնք ըստ մամուլի կապված են նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների հետ, սպանություն եւ այլն, ինչ որ վրեժխնդրություններ, մի խոսքով։ Իրավական համակարգը թերանում է, ակնհայտ է սա, որովհետեւ սա ինչ որ եզակի դեպք չէ, որ ասենք դե, հա, ամենտեղ էլ պատահում է։ Փարեքարի դեպքերը դեռ չեն մարսվել, վերջացել, ու արդեն օրը ցերեկով Երևանի բանուկ թաղամասերում, շենքերի բակերում ինչ որ մարտաֆիլմ է տեղի ունենում ուղղակի, եւ ներքին գործերի նախարարությունը post factum հաղորդումներ է տարածում, ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ հայտնաբերելու, չգիտեմ ինչ, մի րոպե, բայց եթե եղել էր դեպք այնպիսի անձանց շրջանակ ներառող, որ չէր կարելի բացառել հետագա նման զարգացումները, ինչու չի եղել օպերատիվ հետախուզական աշխատանք, որ սա կանխարգել վեր։ Դե այդ թերացումները ակնհայտ են, այդ ձախողումները անընդհատ հանգեցնում են այսպիսի իրադարձությունների եւ ակնհայտ է, որ այդ ուղղությամբ աշխատանքը բավարար չէ, որպեսզի օպերատիվ մակարդակում հնարավոր լինի ռիսկերի կառավարում իրականացնել, ակնհայտ է, որ այդ ձախողումները առկա են։ Բայց նաեւ մեծ հաշվով մենք մի փոքր առաջ այդ ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանության մասին էինք խոսում, չէ՞, բայց նաև կարևոր է ոչ միայն դա, ցավոք սրտի խնդիրն է, որ մի 25 տարի դա ամենակարևոր բանն է եղել, որ չենք ունեցել, բայց երբ որ այդ մի խնդիրը լուծում ես, այստեղ առաջանում է մյուս խնդիրը, արդեն դետալացման խնդիր է, արդեն քո համար ուղղակի այսպես տոտալիտար
կամ ժողովրդավար իշխանության միջև ընտրության հարց չի լինում, այլ լինում է ժողովրդավար իշխանության եւ էլի ժողովրդավար, բայց ավելի կարող իշխանության, ավելի կոմպետենտ իշխանության, ավելի արդյունավետ իշխանության, հա, այստեղ է հարցը։ Հիմա քանի մենք այն 20 տարիների ընթացքում մենակ ձգտել ենք, որ գոնե մի հատ ժողովրդավարական ընտրություններ լինեն ու իշխանություն լինի։ Հիմա ասում ենք, վայ, բայց խիատեց, դա նորմալ է, որ տենց է, որտեվ ինքնին միայն ժողովրդավարական ճանապարհով ընտրվելը չի նշանակում, որ դու նաև ամեն ինչ կարող ես, որտեվ ինչպես տեսնում ենք, լիքը բան չես կարող։ Եվ արդեն մենք պետքա կարողանանք ձևավորել այդ կարողությունը, այդ նշանակում է հաջորդ խմբերը պետքա գան, ելի նույն ժողովրդավար, եւ զարգացնել այդ կարողությունները, իսկ այս բանը այդ կարողությունները մենք տեսնում ենք ակնհայտորեն, որ չեն զարգացվում, դա մի շարք sense շղթայով հարցեր են, կադրային քաղաքականության հարցն է, կառավարման արդյունավետության հարց է, դա համակարգերի արդյունավետ գործելու խնդիրը, միգուցե նաև համակարգերի այդ օրինակ ներքին գործերի նախարարությունը, հա, դա համակարգերի ամբողջությունն է, ինքնին էլ այդ համակարգ, բայց նաև համակարգերի ամբողջությունն է, օպերատիվ հետախուզական ծառայություն եւ այլն, դրանք համակարգեր են, առանձին համակարգա նախաքննության մարմինը, դատախազության մարմինը, այս համակարգերի արդյունավետ փոխգործելիության համաժամանակեցման, դրանց կարողությունների զարգացման հետ կապված մենք տեսնում ենք, որ այդ խնդիրները ունենք եւ դրանք հանգեցնում են այսպիսի ողբերգական եւ հանգեցնելու են դեռ այսպիսի եւ այլ ողբերգական դեպքերի եւ հետևանքների։ Սրանք ցուցիչներն են, որ մենք այդ համակարգերը չենք կարողանում զարգացնել։ Տեսեք, նույնը նախաքննության փուլում մենք կարող ենք տեսնել նմանատիպ բազմաթիվ խնդիրներ, հա, դատարանների բաց թողումների հիշում եք մի հատ դեպք կա, մի հատ չէ, բայց այդ ցցուն դեպքեր են, որ կալանքից բաց էին թողել, գնացել սպանել էր կացինով, այսինքն այդ խնդիրները մենք ունենք, դրանք շատ հարցերի հետ են փոխկապակցված են ինչպես դատական ռեֆորմի հետ, այնպես դատախազության նախաքննության մարմնի եւ ոստիկանության ռեֆորմի հետ, նույն այս հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման, օպերատիվ ծառայությունների ռեֆորմների հետ են կամ ռեֆորմների ոչ արդյունավետության կամ բացակայության հետ են կապված, այո, սրանք լուրջ սիստեմիկ խնդիրներ են, որոնք մեկ անձի հրահանգով չեն կարող լուծվել, մեկ անձի կամ թեկուզ մի քանի անձանց, թեկուզ ամենաբարձր իշխանական դիրքերում գտնվող անձանց ցանկությամբ չեն կարող լուծվել, դրանք պետք է լուծվեն բավարար ժամանակ պահանջող արդյունավետ աշխատանքի արդյունքում եւ արդյունավետ լուծումների միջոցով։ Անալիտիկ ռեսուրսներ պետք է ներգրավեն, ոչ թե ուղղակի հայեցողական եւ անկանոն նշանակումներ արվեն, որոնք որ ոչինչի մասին են, այսինքն հասկանում եք։ Այսինքն կադրային հարցը եւս ակտուալ է այս դեպքում։ Իհարկե, շատ ակտուալ է։ Այսօր տեսեք, եթե հենց անցնում ենք արդեն հաջորդ փուլին, որ հաղթարեցինք այս ժողովրդավարական իշխանության հարցը, հետո գալիս ենք այստեղ, իսկ դուք ինչ եք կարողանում անել, ինչ արդյունավետությամբ եք կարողանում անել եւ երբ եք կարողանում անել։ Հիմա այս բոլոր հարցերի մասով բացասական պատասխանը, որովհետեւ այս մասերով բան չունենք, չենք կարողանում անել, փաստացի։ Բայց լավ, ինչ անենք, որ կարողանանք անել։ Ունենք նաև լինենք թափանցիկ, տեսեք, էլի հիմա ոնց ենք ընտրում, որ այսինչ մարդը լինի, ենթադրենք, այսինչ նախարարը։ Ոնց ենք ընտրում, որ այսինչ մարդը լինի, այսինչ դատավորը։ Ոնց ենք ընտրում, որ այսինչ մարդը լինի, այսինչ քննիչը, դատախազը եւ դրանց ղեկավարը։ Այդ ոնց ենք ընտրում, ինչու ենք այդպես ընտրում, այսինչ մարդն ինչա կարողանալու անի ռեալ։ Այսինքն նաև
այդ ծրագրային բաղադրիչը, ոչ թե ասենք այս տարի, չգիտեմ, քնչական մարմինը 780-94 ու 67 ամբողջական գործ արեց, ոչինչի մասին խոսակցություններով, թե փորձում ենք հասկանալ նաև արդյունքների վրա հենված գնահատման ինչպիսի համակարգ ենք կարողանում ստեղծել, ինչպես ենք վերահսկում այդ process-ը զարգացման, հա? Այս ամեն ինչով երբ որ մենք կհասկանանք, թե ինչի Պողոսը նշանակվեց, օրինակ, դատախազ։ Երբ որ հասկացանք, այդ process-ում արդեն Պողոսը կլինի այն Պողոսը, որը առավել արդյունավետ դա կանի։ Հետո դրան փոխարինող Պետրոսը ավելի արդյունավետ կլինի, որովհետև այդ Պողոսին ու Պետրոսին ընտրելիս մենք ավելի լայն շրջանակներ արդյունավետորեն հետևել են եւ իրենց ձայնը, կարծիքները լսելի են եղել, ոչ թե այնտեղ Facebook-ում բան, այլ նաեւ ավելի արդյունավետ խողովակներով եւ հաղորդակցության միջոցով եւ ավելի ճիշտ ընտրություն է կատարվել։ Դե մենք ոչ իմանում ենք ինչու են նշանակում, ոչ էլ իմանում ենք ինչու են ազատվում, հա։ Դե դրա համար մենք չենք տեսնում ինչա արվում եւ ինչպես է արվում, որ այսպիսի խնդիրներ չունենանք եւ որ մեր համակարգերը, ներքին համակարգերը ավելի արագ եւ արդյունավետ զարգանան։ Ես ես մի հարց մոռացա տալ սահմանադրական բարեփոխումների շրջանակում սուպեր վարչապետություն ասվածը չի լինելու։ Այս սուպեր վարչապետության հարցը մի քիչ պետք է բան անենք, ավելի ճիշտ հասկանանք։ Նայեք, հիմա մենք տարբեր օրինակ կարգավորումներ սահմանության մեջ քննարկում ենք ելնելով հետևյալ մի քանի կարևոր սկզբունքներից, հենվելով սկզբունքների վրա։ Առաջին, այս պահին ուզենք չուզենք եւ քանի որ նաեւ չենք գնում այս մոդելը փոփոխելու ուղղությամբ, մենք խորհրդարանական երկիր ենք, հա, խորհրդարանական կառավարման համակարգն է գործում այս պահին։ Խորհրդարանական կառավարման համակարգում կարևոր է, որպեսզի դու կարողանաս մաքսիմալ բալանսավորես մեծամասնություն, փոքրամասնություն հարաբերությունն ու փոխադարձ ազդեցությունը խորհրդարանում եւ այդ պահին խորհրդարանի մեծամասնության գործադիր մարմինը, հա, այս քաղաքական մեծամասնության գործադիր մարմինը դա կառավարությունն է իր վարչապետով եւ այն պետք է ունենա բարձր ֆունկցիոնալություն եւ դրա նկատմամբ պետք է խորհրդարանը իսկ այս դեպքում երբ որ ասում ենք խորհրդարանը նկատի ենք ունենում փոքրամասնությունը պետք է ունենա բավարար արդյունավետության հսկողության եւ զսպման գործիքներ, սակայն ոչ այնպիսին եւ երբեք պետք չի շփոթել սա սրա հետ, որպեսզի կարողանա խափանել գործադիր իշխանության աշխատանքը եւ նաեւ խափանել խորհրդարանական մեծամասնության կամքը, այսինքն այս էլ պետք է միշտ կարողանանք բացարձակության մեջ չընկնել։ Այսինքն այն պետք է լինի բավարար որոշակի ազդեցություն գործելու, բավարար անհրաժեշտ թափանցիկություն բերելու, անհրաժեշտ հանրային հսկողություն եւ խորհրդարանական հսկողություն ապահովելու, բայց ոչ կարողություն ոչնչացնելու որևէ քաղաքականություն կամ կամք լինելու այդպես։ Հիմա մենք այո աշխատում ենք այդ գործիքների վրա, նու օրինակ ասենք քննարկվում է նաև որպիսի ամեն առանձին խմբակցություն ունենա հնարավորություն օրինակ դիմելու սահմանադրական դատարան։ Այսօր իրենց իրավական գործիքակազմերը խորհրդարանական խորհրդարանը բավարար չափով չի օգտագործում։ Այդ թվում նաև հիմնականում փոքրամասնությունը։ Հսկական գործիքակազմեր կան, որոնք իրավական պետությունում բավարար
բավարար մեծ ազդեցության ռեսուրս են, բայց դրանք արդյունավետորեն չեն օգտագործում եւ դրա փոխարեն նախընտրություն տրվում է, ասենք, ուղղակի դեկլարացիաներին եւ հայտարարություններին կամ բաներին իմիտացիոն ինչ-որ process-ների։ Այնինչ կոնկրետ գործողություններ կան, որոնք որ շատ անհրաժեշտ են նաև հատկապես մեր փուլում գտնվող ժողովրդավարական պետություններին, որտեղ դու պետք է հղկես այդ մեխանիզմները, դու պետք է աշխատգործի դնես դրանց, որպեսզի նաև դրանց անկատարությունը կարողանաս շտկել, զարգացնել եւ ամեն հաջորդ փուլում ավելի բարձր արդյունքի հասնել։ Եվ դրանք չեն արվում։ Պետք է արվի, մենք էլ հիմա փորձում ենք այդ գործիքները սահմանադրական մակարդակում ավելի արդյունավետ դարձնել։ Հուսանք կստացվի, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս փաստաբան Տիգրան Եգորյանն էր, մնացեք առաջինի հետ, կվերադառնանք քիչ անց։